Եվ այս հարցակումը հայ առաքելական եկեղեցու վրա մենք տեսնում ենք իմիջայլոց սա 2018 թվականն էր պարզ, երբ որ Մավել Գրիգորյանին ձերբակալեց եւ նախագահին ձերբակալեց, այն ժամանակ որ բոլորդ հարմարվում էիք սուս փուս, չգիտեմ, ինչ ձևեր էիք ման գալիս Նիկոլի հետ հարաբերություններ կարգավորեիք, ես չգիտեմ, եթե ձեր ուղեղ մի քիչ ունենայիք, կհասկանայիք, որ այս ամեն ինչը ձեր բոլորի դուռն է թակելու։ Եվ այդպես էլ ինքը հերթով ամեն ինչ մարսում է, հերթով բոլոր դռները թակում է, եւ հիմա արդեն հասել է վեհապար հորը։ Ինչ տեղի ունեցավ եւ դատավորի պահվածքի մասին, կուզենայի որ խոսեք եւ դատավորի հայտարարության մասին։ Ես համակարծիք չեմ այն գնահատականի, որ ապրի դատավորը, որ ինքնաբացարկ է տվել։ Այդ ինքնաբացարկ տվողը, օրինակ, եթե իշխանությունների տեսանկյունից նայեմ, մարտի դաշտից լքել է, թռել է, փախել է, գցել է Նիկոլին։ Նիկոլը նշանակել է այդ դատավորին, որ կոնկրետ ծառայի իրան, ինքը թռել է, Նիկոլին, այդ դատավորը թռել է։ Հաշվի առնելով ինչ, այդ մարդը բավականին պատրաստված անձնավորություն է, ԱՑ-ում ծառայել, քննիչ, ճանապարհ անցի, իրապահ համակարգը շատ լավ գիտի։ Մեկ, երկրորդ, բարոյական տեսանկյունից ինքը իր պատասխանատվություն չի վերցրել։ Այսքանով գովելի է, բայց ոչ ավելի։ Եթե ավելի այսպես ճիշտ շեշտադրումներով դրական գնահատական տանք այդ դատավորը գործը պիտի վերցներ, շատ կարճ ժամանակ հետո գործը փակել, հանգամանքներ չլնելու, վեհապարին արդարացնել ու ասել դավայ գնացեք։ Դու իշխանությունը այդ դրանից հետո բողոքարկել այդ որոշումը վերադաս ացիաներ ենթադրենք։ Հա, ասենք վճռաբեկ դատարան վերաքննիչ եւ այլն։ Հիմա այդ դատավորը ընդհանրապես հայ ես մարդկային առումով հասկանալ է, որ այդ մարդը գոնե այդքան բարոյական բաներ ունեցել է, արգելքներ, որ ինքը իր վրա չվերցնի պատասխանատվություն։ Չէ, բայց եթե այսպեսի հայտարարություն է անում, այսպեսի բաներ է ասում, այդ մարդը ուրեմն դի որոշում կայացներ, որ փակեր գործը։ Ճիշտ է, բայց գնացել է, թողել է, կեսը արել է, կեսը չէ։ Այո, կեսը գնացել է։ Ու ճիշտ եք ասում, այն կողմից էլ է կեսից։ Այս կողմից էլ է կեսից, երկու կողմից, որտեվ քեզ նշանակել են, եղել ես թռել, այստեղ էլ, չես, դու ըստ էության խոսքով ասում ես, վեհապար հոր դատելն ինչ է, բայց դու թողնում ես այդ, ինչ չես փակել այս գործը։ Այնպես որ ինքը երկու կողմից կարող հարված ստանա։ Դե չէ մենք կոռեկտ կլինենք, չենք ասի, բայց իշխանությունները հաստատ այդ Նիկոլը, քանի որ ինքը հիշաչար է իր ամբողջ էությամբ, Նիկոլը երբեք դες բանը չի մոռանա։ Բայց քեզ նշանակել է որ կոնկրետ գործ անես, չհասկացա, թռնելս որն է։ Լավ, ինչև է։ Բայց ես ասում եմ, ցանկացած դատավոր ինքը ով գալիս է նստում է, ինքը պետք է հաստատ հասկանա, որ իր ցանկացած որոշում Աստծո դեմ է։ Վեհապար հայրապետը հազարապատիկ ասել եմ, անգամ նորից եմ ասում, օծյալ է Աստծո ներկայությամբ, Սուրբ Հոգով, ով կարող է փոխել նման որոշում։ Մահկանացուն չի կարող փոխել։ Այն մահկանացուն, որ փոխի ոչ միայն սերնդեսերունդ անեցքի տակ անգնելու, ոչ միայն քրիստոնյա հայերի եւ քրիստոնյա աշխարհի ոչ միայն հայերի թիրախումը հայտնվելու, վստահաբար այդպես է, հա։ Եվ այդ մարդիկ լավ մտածեն, որ Աստծո հետ տունտունիկ չեն խաղում։ Անհավատ մարդը կարող է իր համար միևնույն Աստված կա, չկա եւ այլն, հա, բայց նրանք որ քիչ թե շատ գոնե խղճի զգացում, չեմ ասում, Աստծո խոսքը գիտեն, պատվիրանները 24 ժամվա ռեժիմով փորձում են պահել եւ այլն, դա հարցի մի կողմն է։ Բայց շատերը կան, որոնք խղճով են ապրում, այն դաստիարակությունը, որ ստացել են ծնողներից, այդ պատվիրանների դաստիարակությունն է, արժեքային համակարգը, լավ ու վատի չար ու բարի ընկալումները, ինչ կարելի է, ինչ չի կարելի։ Եվ հետեւաբար, եթե այս սիրողությունների դաշտում ենք ապրում, ապա ցանկացած դատավոր ինքը պետք է հասկանա, որ ինքը այդ թիրախում է հայտնվելու։ Եվ հետո թե ինչ կլինի, Աստված գիտի, ինչ իմանաս, ինչ կլինի։ Անքնելի են Տիրոջը, անմեկնելի են, չես կարող քննել, մեկնաբանել Տիրոջ որոշումները։ Հետո երբ որ լինում է նոր հետո ենք, չէ՞, գնահատում, այ ինչու էսպես եղավ, փորձում ենք պատճառ հետևանքային կապը հասկանալ։ Ու այդ օրը, որ ինքը այդպես արշավ է կազմակերպում հայ առաքելական եկեղեցու դեմ, վեհապար հոր դեմ, դուրս է գալիս Նիկոլը, Երևանի Սուրբ Անա եկեղեցու մասնակցեցի Սուրբ եւ անմահ պատարագի, ասում է Նիկոլը։ Ոնց է սա ընկալվում էլի, չգիտեմ, ես Օրինակ իրեն երբ որ հարցնում են կամ ԱԺ падգամավոր կոչեցյալ ԿՊ-ից, ասում են մենք այդպիսի բան կաթողիկոս չենք ճանաչում։ Ինչ եք ասում։ Այդ որ ձեր կուսակիցները, վարչության անդամներ, նախարարներ, չգիտեմ ովքեր գնում էին մայրաթոր, հանդիպում էին վեհապարին, միջոցառումներ։ Բազմիցս։
ծնունդներ Նիկոլը գնում էր Մայրաթորում ծնունդեր վեհապարի հետ, իր զուգընկերը գնում էր վեհապարի հետ, հանդիպում ժամանակ Գարիկին բեմ վեհապար էր։ Հետո պարզվեց վեհապար չի, իսկ երբ պարզվեց, երբ Փաշազադեն ասեց, ուրեմն Հավսար զգաս տեղ սաղդ 1, երկրորդ երբ որ վեհապար Հայրապետը Շվեյցարիայի Բեռն քաղաքում համապատասխան ելույթ ունեցավ։ Այդ դրանից հետո Ալիևը Էրդողանի հետ միասին սրան ոչ թե կարմիր քարտ ցույց տվեցին, ես կարծում եմ վերևից Դամոլկյան սուրը մազից կախված, ասին այ էսի գլխի տանգնելու, եթե եկեղեցու վեհապարի հարցերը չլուծեն